Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան և անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպելու ծրագրերը, հաղորդում է Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումը, որը նախատեսված էր Բուդապեշտում Պուտին-Թրամփ գագաթնաժողովը նախապատրաստելու համար, նույնպես չի կայանա։ Բուդապեշտում գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի մասին Թրամփը հայտարարել էր Պուտինի եթերախոսազրույցից հետո և որը նա հույս ուներ անցկացնել առաջիկա 2 շաբաթների ընթացքում, դադարեցվել են NBC News-ին, հաստատել է աղբյուրը։ Reuters-ի տվյալներով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների երկրորդ անձնական հանդիպումը ձախողվել է և պարզ է դարձել, որ Պուտինը պատրաստ չէ զիջումների գնալ և շարունակում է արմատական պահանջներ ներկայացնել։ Ռուսները չափազանց շատ բան էին ուզում և ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Թրամփի համար Բուդապեշտում գործարք չի լինի, գործակալությանը հայտնել է իրավիճակին ծանոթ եվրոպացի դիվանագետը։ Reuters-ի մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ Կրեմլի դիրքորոշումը Անկորիջում կայացած հանդիպումից ի վեր չի փոխվել։ Ռուսաստանը դեռևս հրաժարվում է դադարեցնել մարտական գործողությունները ներկայիս առաջնագծի երկայնքով։ Միևնույն ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են, չնայած նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր իր էստոնացի գործընկեր Մարգուս Ցախալի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը արդեն տեսնում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների դրական արդյունքները։ Նրա խոսքով դրական քայլերից մեկը սեպտեմբերի 1-ին Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբն էր։ Նա նաև խոսել է TRIP նախագծի մասին, նշելով, որ Բաքուն ակնկալում է, որ TRIP նախագիծը օր առաջ կյանքի կկոչվի։ Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև TRIP նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, դրական զարգացումների շարքում կարելի է նշել Ադրբեջանի որոշումը թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով, մասնավորապես Ղազախստանից հացահատիկի մատակարարումները, ընդգծել է Բայրամովը։ Նա նաև նշել է, որ միջին միջանցքի երկրորդ գիծը կարող է Հայաստանը վերածել տարանցիկ երկրի։ Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է երկրի զինված ուժերի կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող ժամանակավոր զինվորական ծառայությունների ժամկետների երկարաձգման մասին Թուրքիայի նախագահի հրամանագիրը, այս մասին տեղեկացնում է TRT հաբերը։ Համաձայնագրի համաձայն Թուրքիայի ռազմական ներկայությունը ՄԱԿ-ի կողմից Լիբանանում տեղակայված զինված ուժերի կազմում կպահպանվի մինչև 2027-ը, իսկ Սիրիայում և Իրաքում մինչև 2028-ը։ Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելքում Թուրքիայի զինված ուժերի տեղակայման ժամկետները երկարաձգելու մասին նախագահի հրամանագրի շուրջ Թուրքիայի խորհրդարանում անցկացված քննարկումներն ուղեկցվել են ընդդիմադիրների քննադատությամբ։ Մասնավորապես Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության Ստամբուլի падգամավոր Չենգիզ Չիչեքը հրամանագիրը որակել է որպես պատերազմական, ապա շեշտել, որ այն վնասում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման գործընթացին։ Թուրքիայում, Աֆրինում և նմանատիպ այլ տեղերում գագաթնակետը սպասում է վերադարձի, գաղթականները սպասում են վերադարձի, սակայն ձեր պատերազմական հրամանագիրը և դրանով պայմանավորված գործողությունները այս պահին խոչընդոտում են գաղթականների վերադարձը։ Այդ հրամանագրով խորտակում եք Թուրքիայում և Սիրիայում ընթացող ինտեգրման քաղաքականությունը, նշել է նա։ Բացի այդ, Չիչեքը ընդգծել է, որ 6000 սիրիացի ընտրող զրկված է իր հավատքը և ազգային պատկանելիությունը ներկայացնելուց։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բացվել է Մետաքսի ճանապարհ 5-րդ ֆորումը, որի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հուսալի գործընկեր է իր հարևանների համար, այդ թվում տնտեսական կապերի, տարանցման և այլ հարցերում։ Նա նշել է, որ Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ, ինչպես նաև շատ լավ առևտրային հարաբերություններ ունի աշխարհի այլ երկրների հետ, որ իրենք ազատ առևտրի համաձայնագրեր են կնքել Եվրամիության երկրների, ինչպես նաև ԱՊՀ երկրների, Թուրքիայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների
հետ ու սա իհարկե ամրապնդում է Վրաստանի դիրքերը։ Միևնույն ժամանակ շարունակում են լարված մնալ Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Եվրամիության անդամ այն երկրներին, որոնք դեմ են հանդես եկել Վրաստանի դեմ Եվրամիության խորհրդանում պատժամիջոցների սահմանմանը։ Նա նշել է, որ հույս ունի ապագայում Եվրամիությունը կվերանայի իր վերաբերմունքը վրաց ժողովրդի եւ հետեւաբար վրաց ժողովրդի կողմից ընտրված կառավարության նկատմամբ, ինչը փոխադարձաբար կարևոր է թե Վրաստանի, թե Եվրամիության համար։ Կոբախիձեն հայտարարել է, որ Եվրամիությունը վերջերս համաժողով է կազմակերպել, որին հրավիրվել են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, այդ թվում Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրները, ու միակ երկիրը, որը չի հրավիրվել, դա Վրաստանն է։ Ինչպես տեսնում եք, Վրաստանը ամենաոչ ժողովրդավարական երկիրն է։ Ես այս ամենը հեգնանքով եմ ասում։ Տեսնում եք, թե ինչի է հասել եվրոպական բյուրոկրատիան, նշել է Կոբախիձեն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ արևմտյան երկրների նպատակը Snapback մեխանիզմի ակտիվացման միջոցով իրանական նավթի վաճառքի սահմանափակումը եւ իրանական բիզնեսների կողմից առևտրի կրճատումն է։ Իրանի առևտրաարդյունաբերական պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքյանը ընդգծել է, որ իր հսկայական էներգետիկ պաշարներով երկիրը պետք է զարգանա արագացված տեմպերով։ Նա ընդգծել է արտահանողների համար պայմանների հեշտացման անհրաժեշտությունը եւ արտահայտել 14-րդ կառավարության հանձնառությունը լուծել արտահանողների խնդիրները եւ ստեղծել արտահանման աճի համար բարենպաստ պայմաններ։ Նա նաեւ նշել է, որ երկրի արտահանման աճը վկայում է նավթից կախվածության նվազեցման եւ զբաղվածության աճի մասին։ Իրանի նախագահը նշել է, որ երկրի ղեկավարության բոլոր ջանքերը ուղղված են արտահանողների եւ առևտրականների աշխատանքի պարզեցմանը ու կոչ արել ձեռնարկատերերին հատուկ ուշադրություն դարձնել իրենց արտահանման որակին։ Առաջարկեք ձեր հարևաններին իրանական լավագույն որակի ապրանքները, ասել է նա։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք Առաջինի հետ։